Ես ուզում եմ հետևելը հասկանալ, ոնց է կարծում հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ձայնագրություն է հրապարակում։ Պետք է ողջամիտ ջանքեր գործադրի, որպեսզի հանրության մոտ ավելորդ կասկածներ դրա ճշմարտացիության վերաբերյալ չառաջանան։ Եթե կարճ պատասխան, ապա ոչ, որովհետև շահերի հակակշռման տեսակետից քաղաքացու մոտ, քաղաքացու շահն է, որպեսզի ինքը համոզված լինի, որ իրավապահ մարմինները գործում են անկողմնակալ եւ անաչառ եւ առաջնորդվում են բացառապես սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հարցս ճշգրտ է։ Այսինքն, եթե հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է հրապարակի X հատված ու օրինակ անցալով ձեր դիրքորոշմանը կամ ենթադրելով այն որոշակի ձևով բառակապակցությունը, որ վկայակոչը, չնայած վկայակոչելը ներկայացուցիչը շունշանգյալի կտորը հանի ու տեսնում է, որ օրինակ դա հանում է, ակնհայտ է լինելու լսողի համար, որ այդ խոսակցության մեջից ինչ որ կտոր հանել են, իսկ երբ որ խոսակցության մեջից ինչ որ կտոր դուրս է գալիս, ինչքան էլ մենք հակակոռուպցիոն կոմիտեին վստահենք, կընդունեք, որ մարդկանց ժամանակ կասկած առաջանում է, ինչ են այս միջակայքից հանել, կարող են հենց հատված են հանել, որից ակնհայտ կլիներ, որ այդքան էլ ընտրակաշառք։ Հիմա դուք ասում եք, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք պնդում եք կատարում, որ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններում ընդհատված եւ մոնտաժված կադրեր, հատվածներ առկա չեն, ճիշտ եմ։ Չէ, եք հասկանում, որովհետեւ ես ձայնագրությունները լսել եմ եւ օրինակ լսել եմ, որ ինձ համար առնվազն ակնհայտ ա եղել, որ այն հատվածները, որոնք ոնց որ ամենայն հավանականությամբ հայհոյանք են պարունակում, այդ հատվածը հանված է։ Ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է եւ ակնհայտ է, որ չկա հայհոյանք, օրինակ, որովհետեւ այդտեղ է ըստ էության հայհոյանքը հանվում է, որովհետեւ կա ավելի բարձր շահ, ոնց հասկանում եմ, իհարկե գործընկերները կան, բայց օրինակ չկա հայհոյանք եւ այդ հատվածը հանելը, որը կարող է լավ արտահայտություն չի, բայց հայհոյանք չի։ Կարա ողջամիտ կասկած առաջացնի, ես ինչ է այս երկու խոսքերի միջակայքում եղել, որ արժանահավատությունը կասկածի տակ դնի։ Նորմալ է, որ դա նա չհանի այդ հատվածը, թե նորմալ չի։ Տրամաբանության գոնե տեսանկյունից։ Իրավական։ Սա ներողություն, ես մինչև վերջ ավարտեմ, ներողություն եմ խնդրում։ Սա հատկապես այն պայմաններում, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեի գրեթե ցանկացած հայտարարություն այն քաղաքական ուժերի կողմից, որ դա վերագրվում է, միշտ դրան հետևում է երկու արձագանք։ Մոնտաժված է, արհեստական բանականության միջոցով է սարքված։ Այս պայմաններում նորմալ չի, որ հակակոռուպցիոն կոմիտեն ողջամիտ ջանքեր գործադրի, չեմ ասում այնպես մոնտաժի ստացվի, բայց առնվազն չհանի այն մասը, որը կարևոր է եւ եթե դա հայհոյանք չի։ Բարձր դատարան, շնորհակալ եմ շատ, որ այս հարցը տրվել է, շատ լավ է եղել։ Ուրեմն մի տարի առաջ Բագրատ Սրբազանի վերաբերյալ հայտնի գործի բնույթից այլևս այնքան է աղտոտված այս ձայնագրություններ հրապարակելու թեման, որ կարծում եմ առհասարակ ձեր շահերից չէր բխում այդ թեման բերել առաջին պլան, բայց քանի որ բերել եք, չեմ կարող իհարկե չասել։ Եթե խոսում ենք մենք ձայնագրության ամբողջականության մասին, ապա այդ ձայնագրության ամբողջականությունը ենթադրում է ժամեր, այսինքն կոնկրետ սկսված 1 ժամից մինչև այնքան ավարտը, որ ինչքան որ փաստացի ձայնագրվել է։ Ցանկացած այլ պարագայում մենք խոսում ենք մոնտաժված ձայնագրության հետ։ Այսինքն հիմա այդ մոնտաժը ճիշտ է արվել, թե սխալ է արվել, ամբողջականությունը մտքի պահպանվել է, թե չի պահպանվել, դարձել է մեծ հարցի առարկա։ Եվ ինչպես Բագրատ Սրբազանի գործով է պարզվել, որ այդ 2 հոգու գյուլելու եւ մի 15 հոգու բան տնելու խոսակցությունը առհասարակ կապ չի ունեցել, նույնիսկ մեղադրանքում չի արտացոլվել եւ չի հասել դատարան ինչ որ մեկին կյանքի զրկելու մեղադրանքով, այլ ունեցել է զուտ քարոզչական նպատակ։ Նույնն է եղել նաև հակակոռուպցիոն կոմիտեի մի ուղղակի օրինակ մտաբերեցի, այն վերջին օրինակը ուղղակի բարեկրթությունից թույլ չի տալիս այդ ամեն ինչը վերարտադրել, ինչ որ խոսակցություններ լինում է, ավարտվում է, ասենց մենք նույնիսկ տեխնիկական մշակման ենք այդ ամեն ինչը ենթարկվել, պարզ է, որ այդ միտքը ավարտվում է եւ նոր մի հատ ձայնագրություն է ավելանում, որտեղ ասում է միասին կարող ենք ինչ որ վատ բան անել։
որևէ կերպ հանրության շահից չի բխում, որ իրավական նշանակություն չունեցող այդ խոսակցությունը կամ խոսակցության այդ հատվածը ներառված լիներ քննչական կոմիտեի կողմից, հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններով եւ այդ ձևակերպումների հատվածների մեկուսացումը հաղորդագրություններից որևէ կերպ չէր նվազեցնելու կամ նսեմացնելու քննչական կոմիտեի անկողմնակալ երևալու ցկտումները։ Շատ բարի, ես իմ հարցի պատասխանը չստացա, ողջամիտ էր թե ողջամիտ չէր, բայց դուք եք որոշում ոնց եք պատասխանում եւ վերջին հարցը ձեզ ուղված։ Քանի որ իմ կողմից առնվազն, քանի որ դուք հայտարարեցիք կարծես թե ընթացքում, որ ձեր քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք չի բաժանվել, եկեք երևակայենք, չնայած երևակայելու կարիք չկա, բայց եկեք հիպոթետիկ պատկերացնենք, որ այս ընտրություններին մասնակցած մի հատ ուժ կա, անունը չտանք, որը ընտրակաշառք է բաժանել եւ հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսել է եւ դրա հաստատված փաստեր ունի։ Եթե այդ ձայնագրությունը հրապարակվեր եւ ըստ էության հանրությանը փոխանցվել են ինֆորմացիան, որ սիրելի ժողովուրդ, իմացեք, որ մի հատ կուսակցություն կա, չենք ասում որը, ընտրակաշառք է բաժանում, բայց անունը չտային։ Դուք որպես քաղաքական ուժ կուզեիք, որպեսի այն պայմաններում, երբ որ կա կոնկրետ ուժ, որի մասով հակակոռուպցիոն կոմիտեն ունի կոնկրետ տվյալներ, որ հենց այդ ուժն է կամ այդ ուժի օգտին են կաշառքներ բաժանվել, դրա մասին չնշեր եւ ըստ էության կասկածյալների ցանկում հայտնվեին են բոլոր մնացած ուժերը, որոնք այդպիսի վարկագիծ չեն դրսևորել, եւ դա այն պայմաններում, որ դրա տվյալը առնվազն փաստը կամ փաստին մոտ ամեղության կարգավարկածը չխախտելով իրավիճակը կա, դրա մասին հակակոռուպցիոն կոմիտեն չի հրապարակում եւ բոլոր ուժերի, ասես պատկերավոր ասած գլխին մի հատ հարցական է կախում, դուք պատասխանը այո, կամարեք, որ դա լավ է, ճիշտ է, նորմալ է։ Այո։ Շնորհակալություն ուղիղ պատասխանի համար։ Ես մի տեղեկություն տամ նիստի կազմակերպման հետ կապված 2 ժամը լրացել է